Վերամշակված մթերքը վաղուց այլևս ապացուցված է դրա վտանգավորությունը, օրինակ ասենք նույն վերամշակված մսամթերքը ոչ թե հավանական, բարձր հավանական, այլ ապացուցված ուռուցկածին է, կարմիր մսով վերամշակված կարմիր միսն է, նույն խնդիրը նիտրիտներով եւ այլն, չբացատրեմ բոլոր մեխանիզմները, նույն չիպսերը, նույն ֆաստ ֆուդը, նույն անտրամաբանական լիքը հավելումներով պատրաստի մթերքներ, որոնք ջերմային մշակում չեն ենթադրում, օրինակ նույն, եթե մենք գնում ենք վարսակի փաթիլներ, կա որ պատրաստի ընդամենը եռման ջուրը լցում ես 1 րոպեից պատրաստ է, կա որ ասում է 15-20 րոպե պետք է եփել։ Այդ պատրաստիները իրենց կենսաբանական արժեքը շատ ցածր է, իսկ կենսաբանական որակը եւ բարձր ուղղակի դատարկ կալորիաներ է ինքնից տալու։ Ոչ մի բան չի տալու։ Եվ մենք պիտի շատ զգույշ լինենք եւ խիստ սահմանափակենք, օրինակ ասենք երշիկեղենը կարելի է սահմանափակել ամիսը 1 անգամ, 1 չափաբաժին, 1-2 կտոր։ Գազավորված ըմպելիքները պետք է սահմանափակել ամիսը 1 անգամ, 1 չափաբաժին, 1 չափաբաժին դա 1 բաժակն է, ոչ թե 1-2 լիտրանոց շիշը եւ այլն։ Այո, դրանք գաղտնիք չէ, թաքնված ինֆորմացիա չի, նորություն չի, նոր Ամերիկա չեն հայտնաբերել, որ վերամշակված մթերքից պետք է խուսափենք։